Շարունակվում է առավոտ լուսով վիքենդը եւ մենք շտապում ենք ներկայացնել մեր հաջորդ հյուրին, մեր տաղավարումը բլոգեր Նինա Տիտանյանը, բարի լույս։ Բարի լույս Նինա։ Բարի լույս։ Ինչպես է սկսվել քո առավոտը Կիրակնորյա։ Հոյակապ։ Արդեն եթե առավոտ է, հոյակապ է սկսվել։ Դու սիրում ես առավոտներն արթնանալ եւ վայելել։ Ոչ, դրա համար որ արթնացել եմ, արդեն լավ է սկսել։ Ես սիրում եմ երեկոյան արթնանալ, չէ, կատակ եմ անում, իրականում արդեն սկսել եմ առավոտյան լավ արթնանալ, այն ժամանակ դժվարությամբ եմ արթնանում։ Այսինքն գիշերային մարդ ես, գիշերները ուշ ես քնում, կամ գիշերները չես քնում։ Չէ, ուշ եմ քնում, մինչև ժամը 5-ը կարող եմ չքնել։ Նինա, իսկ եղանակը կազդի քո տրամադրության վրա։ Ազդում է, այո, յուրաքանչյուր անձրևոտոր ես լրիվ ուրիշ մարդ եմ։ Այսինքն ուրախ ես ավելի։ Շատ, չէ, չեմ սիրում ոչ մի մռայլ եղանակ։ Երբ մենք ուսումնասիրում ենք քո Instagram-ի էջը, մենք նկարագրությունների բաժնում տեսանք հետևյալը։ Հիմա ես մեջ բերեմ։ Աղջիկն, որն ընկել է համաշխարհային ռեկ ու Բանգլադեշի փոսը։ Խնդրում եմ մեկնաբանել։ Ճիշտն ասած, մի հատ նկար ունեմ Վալենտինի օրվա կապակցությամբ, որ ցույց է տալիս լիքը աղջիկներ ցույց էին տալի, թե իրենց ինչ են նվիրել իրենց կողակիցները, ես քանի որ չունեի կողակից, ես ցույց եմ տվել ինչ եմ ես ստացել, այսինքն ոչ մի բան, ու այդ նկարս համաշխարհային ռեկ էր ընկել։ Դրանից մի քանի շաբաթ հետո ես Բանգլադեշում ոդկա սոլորել էի, տենց որոշեցի կապել, որ համ միջազգային ռեկ եմ ընկնում, համ Բանգլադեշում փոսի մեջ։ Կատակներ եմ անում։ Մի քիչ դժվար է։ Նկարագրությունները անվերջ են, կարծես քո Instagram-յան էջի, հոգեբան, ոճաբան, սնխչի, անգլերենի մասնագետ, դժվար ապրուստագետ։ Սա ամբողջական ցանկն է, թե մենք նորությունների ենք սպասում։ Չէ, դեռ հələ որ այսքանն է, հələ չեմ մասնագիտացել այլ ոլորտներում, հենց մասնագիտանամ։ Ես միշտ այդ ավելացնում եմ ինչից հետո, որովհետև շատ եմ կեղծիք տենում Instagram-ում, որ մարդիկ 2-3 բանով զբաղվում են 4 օր, որոշում են, որ իրենք այդ մասնագիտություն ունեն, ու ինչով ես զբաղվել եմ, դենց գրել եմ, մի օրով զբաղվել եմ հոգեբանությամբ, գրել եմ, որ հոգեբան եմ։ Նինա, իսկ դուք ես հումորով մարդ համարում ես։ Ոյ այդ հարցը որ տալիս են, որ ասեմ, հա, ուրեմն արդեն հումորով մարդ չեմ։ Չէ, էլի, դե ստացվում է, էլի Վիկա ջան։ Չէ, նորմալ։ Ունեմ, եթե մարդիկ ծիծաղում են իմ ասածների վրա, ուրեմն ունեմ հումորի զգացում, բայց դեռ որ ասեմ տենց հումորով, ես ավելի շատ իրոնիայով մարդ եմ ինձ համարում եւ սարկազմով լի։ Սկզբնաղբյուրը որտեղ է գտնվում։ Ընտանիքիս մեջ։ Իսկ հումորը որոշակի հոգեվիճակ պահանջում է, չէ՞, երևի թե եկավ, կապ չունի։ Չէ, եկավ, ես անգամ ամենավատ իրավիճակներում իմ կյանքի, երբ որ շատ վատ եմ եղել հոգեպես, թե ֆիզիկապես, ես մեկը փորձել եմ հումոր անեմ ու ինձ փրկել է հումորը։ Դրա համար կապ չունի տեղը, ժամը որտեղ է։ Գալիս է ասում ես։ Մենք գիտենք, որ վերջի ժամանակահատվածում քեզ համար շատ կարևոր կորուստ եղավ։ Խնդրում եմ մի փոքր խոսենք այս թեմայից, եթե իհարկե դեմ չես։ Դու ասում ես, որ հումորով մարդ ես, հումորն է քեզ օգնել այդ ծանր վիճակից դուրս գալու։ Դե մի գաղտնիք բացեմ, երբ որ այդ իրադարձությունները կատարվում էր, երբ որ պապաս հիվանդանոցում էր, դե ինքը ԱՄՆ-ում էր ու ես չէի կարող գնալ։ Մեր տանը դե իմ ընկերները բոլորը գալիս էին ու մեր տանը որ sense կողքով անցներ, սկզբից լսում ես շատ ուժեղ լացի ձայներ, հետո իմ ընկերները փորձում էին ինձ ուշքի բերեին ծիծաղի, ոնց որ համ լացը, համ ծիծաղը միշտ իրար կողք կա եղել, այսինքն հա, ես չեմ կարող ասեմ ինձ հումորը օգնել է դուրս գամ այդ իրավիճակից, բայց ինչ որ ձև փորձել է թեթևացնել, որովհետև հա իմ ընկերներն էլ են բոլորը հումորի ոլորտից, բոլորը հումորով մարդիկ, դե ստացվել է էլի։ Հայր ու դուստր փոխհարաբերությունները յուրահատուկ են, ձեր հարաբերությունները ինչպիսին էին։ Շատ յուրահատուկ, նույն ձև։ Ես շատ մոտիկ եմ եղել պապայիս հետ, շատ կապված, ու ինքը ես միշտ ասել եմ, որ ես առաջնային ընկեր եմ կորցրել, որովհետև ինքը ինձ ընկեր է եղել, իսկ որպես հայրել էլի ունիկալ է եղել մեր հարաբերությունները տենց բան չի եղել իմ կյանքում որ ես իրան չպատմեմ անկեղծ ոչ մի բան ու այն ամենավատ բանը որ ես արել եմ տենց շատ սարսափելի վատ բաներ չեմ արել բայց օրինակ որ աղջիկը կամաչի պապային իրա պատմի ես պատմել եմ որովհետև պապաս շատ ունիկալ մարդ է եղել ու դրա համար չեմ ամաչել էլի իրանից երբեք ընդհակառակը ընկերական կապ ենք ստեղծել միշտ Իսկ հիշում ես ձեր վերջին զրույցը
Ասած լավ թռի։ Չէ, դե վերջի Ամերիկայից գայս է Հայաստան, ասած լավ թռի։ Չէ, իրականում տենց վերջին մենք միշտ անկեղծ ասեմ, մենք տենց առաջի ու վերջին զրույց չենք ունեցել, միշտ կապի մեջ ենք եղել, երբ որ տենց կոնկրետ, եթե խրատ ինչ-որ խորհրդի մասին է խոսքը, շատ է եղել, բայց վերջին զրույցը տենց ոնց էս ինչ կա, այդ է եղել, էլի, տենց ամեն օր կապի մեջ ենք եղել։ Ամենատպավորիչ խորհուրդն է հետաքրքիր։ Շատ կարևոր իմ համար բան էր, որ ասեց այդքան էլ շատ մարդկանց լավություն մի արա։ Հետաքրքիր է, որ պապաս ասեց, որովհետև պապաս տենց մեզ միշտ սովորացրել է, որ մարդկանց որպես մարդ դիտարկես, այսինքն իրանց բոլորին որպես մարդ վերաբերվես առաջինը ու ես մեր միշտ եղել, այսինքն դաժե այն ամենավատ մարդուն կարաս դու օգնես, մեր մոտ միշտ է եղել է իմ մոտ համախորս մոտ ու մենք տենց մեզ զոհելով կանանք դիմացինին օգնենք, բայց ինքը կյանքի իր այդ վերջին հատվածում ինձ այդ խորհուրդը տվեց։ Երևի կյանքը տենց ապրել է, հասկացել է արդեն այդ շորապահի եկել է այդ գիտակցմանը, շատ տխրում եմ այդ հաստի առիթով, որ ինքը այդ գիտակցմանը եկել է։ Կընդունեմ թե չէ, կյանքը ցույց կտա։ Իսկ դու այս Նինան հիմա ինչ կասեմ նրան։ Պապայիս։ Դե չգիտեմ, չէ, թաքուն է չեմ ասի։ Շատ լավ։ Ասա։ Ես առաջարկում եմ պոզիտիվ նոտայով շարունակենք մեր հաղորդումը։ Մենք նաև նկարագրությունների բաժինը մենք Նորից մտնում ենք նկարագրությունների բաժին։ Հիմա ես նորից մեջ բերեմ, ինչը Նինան գրել այնտեղ։ Աղջիկ, որը նիհարեց, որ ամուսնանա։ Այո։ Այ քեզ բան։ Խնդրեմ։ Ամուսնացած ես Նինա։ Չէ, ցավոք։ Պատրաստվում ես։ Չէ, ոչ։ Այդ գրառումը արել եմ ինչից հետո, երբ որ ինձ մեկնաբանությունների բաժնում գրեցին հանի հարել ես որ ամուսնանաս։ Ու տես մի քանի մեկնաբանություն, բայց անկեղծ եմ ասում։ Բայց ինչի՞, դա ինչ է։ Մի հարել ես որ ամուսնանաս։ Առաջ դե մի հարել եմ իմ համար, բայց եթե տես են հեշտ է մտածել, այո, ես մի հարել եմ որպեսզի ամուսնանամ, հեսա այս մատանից այս մատից գտնեմ, այո։ Չէ, իրականում տենց որ շատ մեկնաբանություններ տեսա, երևի մարդկանց մեջ այդ տպավորությունը կա, երբ որ թմբլիկ աղջիկա չի ամուսնանում, հեսա կնիհարի կամուսնանա։ Ես ասի լավ գրեմ մտած, թող տենց մտածեմ, որ հետո ամուսնանամ, ասեն հա նիհարեց, որ ամուսնանա։ Որքան ժամանակ է ինչ նիհարել ես դու։ 7 ամիս, 8 ամիս։ 8 ամիս։ Հա, սեպտեմբեր, հոկտեմբեր, հա, էլի 8 ամիս։ Եվ ինչքան։ 50 կիլո։ Իսկ ինչ վիրահատելը դու փորձել ես սրնդակարգով կամ ֆիզիկական առողջությունով, սպորտով։ Ամեն ինչ եմ փորձել ես այս աշխարհում նիհարելու առումով, համ մարզիչների եմ դիմել, համ ուտելիքի ճիշտ, ամեն ինչի։ Բացի ամուսնանալուց։ Մոգական ուժերի մոգական ուժ։ Անկամ ինձ ասում էին, որ սիրարվես կնիարես, սիրարվեցի ավելի չաղացա, այնքան ծանր տարա, դեպրեսիայի մեջ ընկա, ստրեսից սկսեցի ուտել, ամեն ինչ փորձել եմ, ես եկել եմ այն գիտակցությանը, որ ուզում եմ արդեն վիրահատվեմ։ Ես 3 տարի եկել եմ այդ գիտակցությանը, ու միշտ խոսացել եմ դրա մասին, որ ես կողմ եմ վիրահատությանը, ես ինձ sense սիրում եմ, ոնց որ կա, բայց ես կուսումնասիրեմ վիրահատությունը, եթե հասկանամ, որ ինձ կարելի է ցուցված